Պարոն Կարապետյան, նախ ձեր տարեդարձն ենք շնորհավորում եւ զգացիք, որ թեվակողել ենք 4-րդ հանրապետություն, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ թեվակողում ենք 4-րդ հանրապետություն, երրորդն էլ կոնֆլիկտներով է եղել, հիմա խաղաղությամբ ենք սկսում այդ հանրապետությունը։ Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն։ Այսինքն վտանգներ եք տեսնում այդ համարակալման մեջ։ Իհարկե, դուք չեք տեսնում, եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, կգանք կասնենք, ես մի անգամ ասել եմ Լոռուան, այնտեղ կանգնելու ենք։ Պարոն Կարապետյան, ասում եք Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեք, այդ պլանի հետ կապված ինչ քննարկումներ են տեղի ունենում, հանդիպումներ ունեցել եք այլ ուժերի հետ։ Այդ պլանների հետ կապված ուժերի հետ հանդիպում պետք չեն։ Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան իրեն հեռացնելու։ Արդյունքներ երբ կտեսնենք, պարոն Կարապետյան։ Ինձ թվում է շուտով։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանով դուք կարծեք հեռացրել եք նաև Ալեն Սիմոնյանին, բայց մեկ այլ պլանով փաստորեն հետ է վերադարձել։ Հիմա ինչ պլան է գործել, որ ինքը գնացելու հետ է եկել եւ Ռակիրովկան ինչով եք պայմանավորում աղ քարտուղարի պաշտոնում նոր տեխնազոյի առաջադրման։ Հետ չէ եկել, իրեն նշանակել են աղք։ Հիմա եթե որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի։ Պարոն Կարապետյան, դուք եւ Սփյուռքի մի շարք գործիչներ պարբերաբար նշել եք ուժեղ Սփյուռքի կարևորության մասին եւ միասնական Հայաստան Սփյուռք զարգացման մասին։ Վերջերս իշխանական պատգամավորը ասաց, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռքը միֆ է եւ որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանից դատարկվելու հաշվին։ Ինչու է այս մոտեցումը իշխանությունը որդեգրել, այն ուր կտանի եւ արդյոք այս հավատացում տեսնում եք Սփյուռքի քաղաքացիների իրավունքի որոշակի սահմանափակումը։ Իհարկե, իրենք ամեն ինչ անում են դրսի թելադրանքով, որ մեր Սփյուռքը իր աջակցությունը չունենա Հայաստանի զարգացման մեջ, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է իրենք այդպես հնարավորություն կունենան վայելեն մի քիչ ավելի երկար, բայց սխալվում են։ Պարոն Կարապետյան, Աննա Հակոբյանը նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն հարց։ Լավ, պարոն Կարապետյան, մեկ հարց հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր ԿՊԱ-ականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհափառին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես եք գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ ինչ որ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյան, հակադրություն այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհափառին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կա։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Պարկասո էր մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ ձեր հայտարարագրի հետ կապված։ Փետրվարից ասում եք, որ այո, արդեն տվել եք։ Փետրվարից ասում եք, որ տնային կալանքի պայմաններում անհնար է հայտարարագիրը ներկայացնելը, բայց փաստորեն կարողացել եք, ոնց հստացվել։ Որ կարողացել եք հայտարարագիրը ներկայացնել։ Դա Վարդևանյանին հարցրեք, ինքն էր դրանով զբաղվում։ Այնտեղ մի անշարժ գույք եք ընդամենը հայտարարագրել Հայաստանում 1989 թվականից ձեռք բերված ու մեկ Volvo 1992 թվականից ձեռք բերված։ Ինչ ունեմ դա։ Դուք միայն այդ անշարժ գույք ունեք Հայաստանում մեքենան։ Պարոն Կարապետյան, իսկ ժողովի նիստային հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեվարկության կանոնները։ Էդգար Ղազարյանը տաղանդավոր հայ քաղաքական գործիչ է։ Դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։
Իսկ առհասարակ ինչպես եք գնահատում ձեր թիմի աշխատանքը։ Ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Պարոն Կարապետյան, երեք դուք կար, որ Էդգար Ղազարյանի ներողություն ապացուցում։ Ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։